Նախապես ասեմ 25 պլյուս, 35 պլյուս, 45 պլյուս։ Այդտենց կուլտուրական ֆորմատ այս լայվի մեջ չկա, գոյություն չունի, բացառվում է այդ տարբերակը։ Խոսալու եմ մի հատ պոռնիկի տղու մասին, բառիս ամենաուղիղ իմաստով, բոզի տղա, որի անուն ազգանունը Հարություն Մկրտչյան։ Հարություն Մկրտչյան, դու ուզում եմ հասկանամ, այ բոզի ցրթանք, դու քանի գլխի տեր ես, Սարա։ Քեզով ա տենց թևեր տվե, դու ուզում եմ ասեմ, ով ա քո նման անվորակ, անպատղատու քոլին ջրե, այդ տուֆտա, որ դու ենքան ես աճե քո մտածելով, դու կարաս կպնես հայ եկեղեցու հոգևոր դասին արա, հա? Թե մտածում ես սպարծիվկով, հա, մայկեքով, եսի մինչով լայվեր արիր, պատպիշիկ հավքիրք ու կլխին, հմի արդեն դու հակնում ես կոստյում, էտա սարոշկայ, հա, դու թորել ես պեսանտ քաղաքական վերլուծաբան, այ բոզի տղա, քեզով ա թույլ տվե կպնել հայ եկեղեցում, հե? Ես վերջերս ու ամեն անգամ, որը կրում է շարունակական բնույթ, երբ որ Էջմիածնում, Երևանում, քեզ մարդավարի, առանց քֆուր, առանց կոպիտ խոսք, զուտ մարդկայինի մեջ ասում են ապեր, հələ համբերի էլի Հարութ ջան, երկու բառ իրար հետ խոսանք, քեզ են ասում Մկրտչյան Հարություն, խես փախնեմ, դու փախնում ես սնենց ոնց որ Նիկոլը փախավ Սյունիքից, ուզում եմ հասկանամ ձեր նման բոզի վաստակները, որ արդեն քար են գցում հայ եկեղեցու վերադասի կամ հոգևոր կազմի նկատմամբ, ինչի եք ձգտում դուք արա, ինչ է նշանակում քո բառամթերքով եմ ասեմ, նոր եմ տեսա այդ հատվածը, ասում ես հայ եկեղեցու բարձր կազմի մեջ, ափսոս այդ սև վեղարը ցիտում եմ քո նման բոզի տղուն, սև շորը չի թողնում տակի պագոնները տեսնենք, երբ որ Հայաստանի Հանրապետության կաթողիկոսը շարունակում եմ քո նման բոզի տղու միտքը ցիտել, գնում է Կապիրկինի մոտ, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի մոտ, եւ ինչ որ մեդալ ստանում, որպես իրականության ժանր, ես վստահ եմ, մեր որևիցե մի հոգևորական բարձրաստիճան, եթե իրա սև վեղարն ու սև այդ շորը հանի, տակը պագոն չկա, բայց այ որ դու, քո նման մի շարք բոզի տղերք, քո ամենասիրելի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ որ իրա կոստյումը հանի, տակը կա թուրքական կիսալուսնով ուսադիրներ, այսինքն մեր հայ առաքելական եկեղեցու ներկապայի կաթողիկոս Գարեգին երկրորդը մեդալա, ինչ որ մեդալա շնորհում Ռուսաստանի Դաշնությունը իրան նշանակում ինքը ռուսի ագենտ, հա? Բոզի տղա, դու խոսա Մոսկվայում դու ինչով էիր զբաղվե, ինչ էիր արե, Հարություն Մկրտչյան պոռնիկից ծնունդ, խոսա դրա մասին, թե հենց նույն մեր հայերը, ոնց պտի քո սեռը փոխեին, բոզի տղա, ու հենց նույն մեր հայերը, էլի, մեկ այլ հայ, ոնց բարեխոսեցին կամ քո ոռը փրկեցին, ու դու փախար Ռուսաստանից, դու այսօր դառել ես հարցեր լուծող արա, դու այսօր դառել ես քաղաքական վերլուծաբան, հե? Չնայած չեմ զարմանում, այդ ոնց է կարա խոս խանձող կապիտուլյանտ դեղին մամուլի լրագրողը դառնա երկրի վարչապետ, տաքսիկ շող գրդոնչինխի չի կարա դառնա քաղաքական վերլուծաբան։ Թեկուզ մեր կաթողիկոսը գնացել է ու ցանկացած բարձրաստիճան հոգևորական եկեղեցին կոնկրետ իմ համար, այդ այն սահմանն է, որը ոչ մեկը պիտի չանցնի, բոզի բալեք։ Դուք կարաք չսիրեք Գարեգին երկրորդին, բայց Աբաբշած կպնելով հոգևոր դասին, ես ձեր սեռը կփոխեմ, բոզի տղեկ, մեր հոգևոր բարձրագույն հոգևոր դասից
ոչ մի հոգևորական Հարություն Մկրտչյան եւ քո նման բոզի տղեկ չի գնացել Էրդողանի հետ հանդիպման, Էրդողանի գրած գիրքը չի խփել դոշին ու չի նկարվել լիաբերան։ Ոչ մի ոնց որ ձեր Նիկոլ Փաշինյանը, ոչ մի բարձրաստիճան հոգևորական անտարբերության չի մատնե 120,000 սովի մատնված շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։ Հասկանում ես ինչ եմ ասում, արա։ Ոնց որ դուք էիք անում։ Իբր թե ձևանալով Եվրոպա մեջ, բայց դուք Եվրոպա մեջ չեք։ Դուք Թուրքի խեռի կարոտ բոզի բալեք եք։ Ես ինձի հազիվ եմ պահ, որ ամենավերջի խոսքով քո տուն ու տեղը չսարքեմ սեռական պոլիգոն։ Հասկանում ես այդ բոզի ցրթանք։ Դու խոսում ես հոգևորականի փիլոնի տակ ինչ որ օտարերկրյա գործակալի ուսադիրներից, որ այդ շորը հանեն, ընդ ուսադիրներ կա։ Եթե այդքան դուխավիկ ես, եթե այդքան ճիշտ սիրող տղա ես, արա, որ խոսում ես, որ բերանատ փրփրոտած խոսում ես, ասում ես Հայաստանի անկախությունն ու սուվերենությունը իմ համար գերագույն արժեք է։ Բա բոզի տղա, մի հատ մոտեցի քո այդ կիսա հոգեկան վարչապետին, ասա լսի, դու Քոչարյան Անդոն, դուք զբաղեցնում եք պաշտոն, բայց դուք իրավունք չունեք տնօրինելու մի ողջ ազգի ճակատագիր։ Խաղաղության թուղթ ես ուզում ստորալ, եթե դու այդքան ոնց են ասեմ են սուբյեկտիվ չէ, անկողմնակալ քաղաքական գործիչ ես։ Տես ես երբեք չեմ ասա, ես քաղաքական գործիչ եմ, բայց դու ասում ես, դու քաղաքական մոտեցի ասա, քո բառամթերքով ասա, պարոն Փաշինյան, կուզեմ ոռի ծակը ծծեմ, մի հատ ներկայացա հայ հանրության հետ խաղաղության պայմանագիրը, թո հայ հանրությունը տենա դու ինչ ես ուզում, ինչ ես առաջարկում, բայց Ադրբեջանը քեզ պասլատ անեմ։ Էդի մոտեցի ասա, մտնեմ Facebook, ասեմ մալադեց Հարություն Մկրտչյան։ Մոտեցի ասա, պարոն վարչապետ, քնձեղ բոզի տղա, Թուրքիայի նախագահի գիրքը գրելուց այդքան լիաբերան մի ժպտա, քանի որ ընդամենը մի քանի տարի առաջ Թուրքի բայրակթարներից հազարավոր հայ տղեկ իրանց ամենաթանկը նվիրեցին իրանց հայրենիքին, եկան պարկան հողի տակ։ Շատ դեպքերում այդ տղեկի մասունքները մենակ հուղարկավորվեցին։ Դա ասա, կասես, չէ։ Բա դու որտից որոշիր, որ դու քաղաքական գործիչ ես։ Հե՞։ Այ գրդոնչի բոզի տղա։ Բոզի տղա բառից բոլոր իմաստներով։ Բառից բոլոր իմաստներով։ Կամ որ դուք այդտեն զզվում եք Ռուսաստանից, դա ձեր իրավունքն է, կուզեք զզվեք, կուզեք սիրեք, կուզեք մի զզվեք, լավ եք անում, ձեր իրավունքն է։ Վերցեք աշխարհի պատմությունը, ընդհանրապես աշխարհի պատմությունը, նեզավիսիմых источников, անկախ լրատվականներից։ Ցույց տվեք մի հատ դեպք, որ ռուսը որպես ազգ ցեղասպանել է հային։ Կա տենց դեպք։ Հա? Ցեղասպանել է հային, ախպեր ռուսը։ Չէ։ Բայց աշխարհով մեկ ապացուցված է, որ Թուրքիան ցեղասպանել է հային։ Հենց այդ նույն քո քաղաքական գործի պագոնները բոզի տղա են, որ թուրքական կիսալուսինն է ձեր նմանների պագոնները։ Խփի վրա այդ հայրենասիրական այդ կերպարդ։ Որպես խեռի աղվամաս։ Գնա ասա, Անդոն Քոչարյան, դու ինչ խեռս ես, ասել եմ 25+, որ դու պետք է հլես, որպես եսի ինչ, իբր թե, ու ասես մենք հələ պետք է ճշտենք 15 թվի ցեղասպանությունը ոնց է ելել։ Այսինքն դուք կրելով Յան ազգանունը չեմ ասեմ որպես հայ, ձեր նմանները հայ չեն։ Հեն այն փողոցում անցնող տաջիկը ձեզնից ավելի առավել հայ է։ Որտեղ տաջիկը իր պատմությունն ու իր կենսաբանական այդ ժառանգությունը պատմական երբեք չի ուրանա։ Չի ուրանա, ինքը կարա փնթիլնի, կարա չգիտեմ էլի կիսագրագետ լինի, բայց ինքը երբեք իր պատմամշակութային ժառանգությունը չի ուրանա ու Աստված չանի, եթե իր ազգին նկատմամբ տեղի ունեցած լինի ցեղասպանություն, երբեք ինքը այդ ցեղասպանությունը չի դնի կասկածի տակ, բայց դուք դնում եք։ Դուք դնում եք ու փորձում եք ձեր մակարդակի ճնջուլապաճ բոզի վաստակներին մատուցել ինֆորմացիան որպես պարզ ճշմարտություն։ Մենք հələ պետք է ճշտենք 15 թվին Իսկանդերն ոնց սպանած, չգիտեմ,
մի հատ հայ տղամարդու կամ հայ կնոջ կամ դեր զորի անապատում արդյոք թուրքերն են սպանել հայերին, թե հայերը ինքնամոռաց, այդ այդ չգիտեմ էլի, որոշել էին այդ հայն ու անապատում մեռնեին։ Էդ եք դուք։ Հետո դուք խոսում եք հայրենասիրությունից։ Գերագույն բոզի տղեն Զատիկ շնորհավորում 5-րդ Սաղմոս։ Տեր իմ շնորհին ինձ իմաստություն, ես իմ թողապականվեն ինձ վատ բառասողների բերանները։ Լսի, Աստվածաշնչից եթե դու մեջ բերում ես անում, գերագույն վիժվածք, գերագույն չատլախազավառ, դու ինչ-որ մի հատ անգիրարած տող, որպես սատանայի սպասավոր, մեջ բերում մի արա։ Քանի որ դու և քո այդ վարչախումբը խախտել և խախտում եք Աստվածաշնչյան 10 պատվիրաններից յուրաքանչյուրը օրվա մեջ մի քանի անգամ։ Կա չէ, մի գողացիր, մի շնացիր, չգիտեմ ես իմ ինչ։ Կա չէ տենց պատվիրաններ Աստվածաշնչի մեջ։ Մի գողացիր։ Խոսքի օրինակ, Աստվածաշունչն ասում է մի գողացիր։ Էսի արդեն քո հետ եմ խոսում, ճնջուլապաչ Նիկոլ Փաշինյան։ Սաղմոս էիր ասեմ, բոզիս տղա։ Դու գողացել ես մեր ազգից, մեր միասնականությունը, որպես գերագույն վիժվածք։ Դու իմ ազգից գողացել ես հավատը առ այսօրվա իշխանություն։ Ընդհանրապես ազգի ու ժողովրդի հավատը դուք լուրերով կոդրել ես, որտեվ 18 թվին քորման բոզի ցրթանքը մարշրուտի տակ պարկելով, ժողովրդին խոստալով, որ ինքը քայլանենք մերժենք Սերժին, թալանը հետ են բերելու։ Այսօր հրապարակում անեմ։ Ասում է արդարադատությունը դա մի պրոցես է, որը գալի տեղ չի հասնում։ Լուրջ ես ասում, գերագույն շիզոֆրենիկ բոզի տղա։ Հա։ Այդ արդարադատության նախարարությունը կամ քո գլխավոր դատաղազը։ Ընդհանրապես մի հատ հարց չեն ուղղում քո աներձակ հրաչին։ Բոզի տղա, ռմբուլ հրաչ, դու վարչապետի աներձակն ես, դու Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր ես, թե դու սպեկուլյանտ բոզի տղա ես, որ սիգարետ էիր արտահանում Հայաստանից առանց ակցիզ։ Բա դրա մասին խոսա։ Կամ քո նույն գլխավոր բալետ պարող դատախազը մի հատ հարց չի ուղում քո երեխաների մորը, ռմբուլ անոյին, ռմբուլ հրաչ, ռմբուլ անո, լրիվ ոչխարի կարգավիճակ, գոյուններ, ասի տիկին ջան խոսքի, տիկին Աննա Հակոբյան, թոլի կուլտուրական, լավ, տիկին Աննա Հակոբյան, դուք փաստացի, դե ֆակտո, դե յուրե, չգիտեմ, դե ես իմ ինչ, չեք հանդիսանում երկրի առաջի տիկինը, դուք զաքսով ես, չգիտեմ, խոս խանձողի կինը չեք, դուք թղթով վարչապետի կինը չեք, դուք ինչ մարդկային իրավական, բարոյական իրավունքով եք կազմակերպում խնջույք, ստավկերել դնում 1.5 միլիոն դրամ, էդի ռեկետ չի, հե, ռեկետ չի, անօրինականորեն ինքը փող է պահանջում հայ գործարարներից, դրա աչոտ է, հարկային է, պետք է ուզի քո կնկանից, թե չէ Նիկոլ, դու խոսում ես արդարությունից և արդարադատությունից, դու թոշակառուն, որ ստանում է, խոսքի օրինակ, 50,000 դրամ, 40,000 դրամ թոշակ, դու ասում ես հայտարագրի քո թոշակը, հայտարագրի, որ ես տենամ, դու էլեկտրական դեղատոմսով, որ այդ մեզ նոթբուկի դեմ հազիվ ագնոսները տնելով, դեղատոմսի անունն ես գնեմ, որ այդ աս ճնշումի դեղ վեկալ ես, խմես չմահանաս, ճնշում այդ բարձանա, պետք է հայտարագրես դա, բայց դու չես ասում, քո երեխաների մորը, աղջիկ ջան, ես ինչ ես անում, հե, խոսում ես արդարադատությունից, հե, բոզի տղա, Աստվածաշնչի մեջ կա ոսկե կանոն, Փաշինյան Նիկոլ, այն ամենը ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դու կարեք նրանց, հիմա տես դու, քո որոշակի բլոգեր բոզի բալեքի հետ, հա, ամեն ձև ատելություն եք քարոզում առ արցախցիներին, որ հայը, Հայաստանաբնակ հայը, սկսի ատելությամբ լծվել արցախցու նկատմամբ, խի, որպես ինչ,
հետո գալու է մի պահ, որ դուք ձեր նման անմեղսունակ բոզի բալեքը զարմանան, թե արդյոք այդ նույն ատելությունը, որ դուք հիմա սերմանում եք արցախցու նկատմամբ, գիտեք, չէ՞ կյանքն բումերանգ է, Փաշյան, լսել ես տենց բան։ Էդակ սենց ֆրա ու գա կպնի քեզ։ Այդ նույն ատելությամբ ժողովուրդը ֆրալու է քո դեմ։ Այսինքն քո վարչախումբը, քո բլոգերները մեկը մեկից պիդարած ու լեսբիանկա ես իմ ու ագարկա քարոզում են ատելություն արցախցիների նկատմամբ, հետո ասում են, վայ, բա ոնց է լավ, որ սենց է լավ։ Քո երեխաների մոր ներկայությամբ վիդեոն դրել եմ։ Ներկայ է Ռոման Բաղդասարյանը, ով ֆինանսավորվում է Խաչատուր Սուքեսյանի կողմից, որպեսզի քարոզի հայատյացություն արցախցիների նկատմամբ։ Աստվածաշնչի մեջ կա պատվիրան՝ մի շնացիր։ Նիկոլ Փաշինյան, Ռոման Բաղդասարյանի վիդեոն տեսել ես։ Ուղարկեմ անձնական էջիդ։ Հա։ Տենաս, որ էսի չի շնանում, էսի շինվում է։ Ստրապոնով շինվում է։ Բա դու դրան որպես ինչ ես ներկայացնում, որպես կրթվել են օրաձև եք ու կնգայտել ես ասում ես կնգատ կողը։ Երեխաների մոր կնել ես կնգատ չէ։ Հա։ 5-րդ Սաղմոս։ Արա դուք լրի ворից գրիպ եք։ Որտես մեծ փրթում եք, խոսում եք։ Կոնկրետ էլի եմ քեզ ասում, հարություն մկրչան։ Մարդիկ որ քեզ ասում են զենն տալի ասում են 100 ապեր 5 մի րոպե կայնի բան կա այդ խոսալու։ Ուզում են քեզ բացատրեն, որ ապեր, հələ մի քիչ գազմի դու էլի, այտենց որ խոսում ես, հիմնավոր խոսա, ատելություն մի քարոզի, ես իմ ինչ մի արա։ Դու նստում ես ավտոն, փախնում ես բոզի տղա։ Դու այսօր դարել ես քաղաքական գործիչ ու դու անուն ես դնում հայ հոգևորականներին։ Ինչքան բարձրաստիճան հոգևորական կա հարություն մկրչան։ Իրա սև փիլոնն բարձնի, առաջ չափազանցնել։ Բարիս ամենաուղիղ իմաստով։ Ու իրա էտա էլաշ չելացն, բերի սենց հատած ճպստելով դնի քո ու քո կնգա բեյնին։ Ու դուք էտա չգիտեմ էլի, որ կսեն նաստարդ վնիմանյու մարշ, էտա սենց հոտոտելով էթակ, պատկերացուց ինչքան հոգևորական կա հայ եկեղեցու մեջ։ Հա։ Արա դուք խլեշից, քֆուրից հաճույք եք ստանում, այ բոզի տղեկ։ Դուք մտածում եք, դուք ենքամ դի խոսակ, ձեզ հակադարձող չլնի։ Պրոստը չեմ ուզում հավասարեմ քո նման բոզի տղու մակարդակին, որ դու մի բան ասես, հլնեմ քեզ հակադարձեմ, որտով դու այդքան չկաս։ Էլի եմ ասում, Մոսկվայում ապրած այդ կյանքը կներկայացնեմ հանրությանը, թե դու ով ես ել ու ով ես դու։ Ղախպի սերունդ։ Խելոք մն այ տղա։ Խելոք մն այ տղա, տաքս ես քշել լավ ես արել։ Էդ էլ է փող աշխատելու ձև։ Բայց այն որ մուտիտներ, կրուտիտներ, խափել, գցել էսյանեյան, քեզ կսարքեմ չոլի չատլաղ, հարուտ խելոք մնա։ Մտել ես քաղաքական ասպարեզ, բոզի տղա, բարիս բոլոր իմաստներով։ Դու քո աուդիտորիային զբաղացրա։ Տես ոնց է Խզմալյանը զբաղացնեմ, Լևոն Շիրիմյանը, Էթեմ կայնեմ ես իմ ու արձանի մոտ ասում սա Ֆրանցիսկո Պապի արձանն է, բայց ընդ ես իմով է, Պետրոս Գետադարսն ով է։ Այդպես դեբիլ բաներ արա զբաղացրա։ Նիկոլ Փաշինյան, չես ուզում մի հատ թազա գիրք գրես։ Այն երկրի հակառակ կողմն էլ արդեն չոտը ժողովրդն չի կարդում։ Այն որ խզղնում է թևիտակի մազերի վրա, արձանի պտուկի վրա։ Մի հատ թազա գիրք գրի։ Վերնագիրն ասեմ, պարոն Փաշյան։ Անառակ որդու վերադարձը։ Դու արխային այդ գիրքը կարաս գրես։ Քեզ շատ բան պետք չի քո էտա մուզան որ գա քո մեջ, մուսան, էլի, մուսայա։ Ընդամենը դու նայում ես թե քո, ասենք քոնը չէ, դեն ռեժիսորի տղեն է։ Ոբշը մեծն զորավար 1450 դրամանոց աշոցիկն էնի մոլակ բարար ես իմում հարսնիքին։ Հայ մեծանուն ես իմում դերասանա երկիչա դրա հարսնիքին։ Գրքիդ վերնագիրը իր անառակ որդու վերադարձը։ Նիկոլ Փաշինյան, դու որ աշոտիկին տեսար ճանաչեցի, որ քո տղեն է։ Չէ։ Բախի չէ։
որ կասկածում ես դու դա քո տղեն է թե չէ։ Մի հատ sense գնա գլուխդ մոտեցրա իրան, տես վզի վրա այսքան տորթ կա, այն որ սպիտակ սարոշկեն հակել էր։ Քու նման էլի։ Հենց տորթի հաստությունը բռնեց, ուրեմն քու տղեն է։ Աշոցիկն 1450 դրամ։ Ընդամենը։ Զեղչ ասում էլի 1125-ը։ Խա քու տղեն, պարոն Փաշյան, դա որ գործա գիտարեն։ Զոհված տղու մոր վրա, դատարանում, ասում էր, ես պահանջում եմ արդարադատություն, ես պահանջում եմ, որ իրանք տան կալանք։ Ու դա կոչվում է տղու, չգիտեմ էլի, մտածելակերպ։ Կնգայ է դատում ինքը։ Այս ամբողջ հիստերիան կարա շատ արագ վերջանա։ Հիստերիան, որ տիրում է Հայաստանով մեկ։ Այս պորնոգրաֆիկ կինոն։ Հա, լսիլ է, պարոն Փաշյան, մեր բանը խարծում էլի թե։ Այդ Նյուտոնը արդեն երրորդ անգամ է գրապարակեմ։ Գառնիկ Իսագուլյանն, Նիկոլ Փաշյան, ինչ որ տեղ տաղավարում նստած ասում է, այն որ նոյեմբերի 9-ի թղթից հետո որ մտան կառավարական համառանոց, բացի քո օծանելիքից, քո պրավից, որը դու պրիզնատ եկար, որ քոնը չի ելե, դու առել ես այդ պրավեն։ Գողացել են 19 հատ վիբրատոր։ Բավականին թանկ, այդ Նյուտոնն լոր կիսվել է մի քիչ առաջ։ Այսինքն գցել եմ Facebook։ Պարոն Փաշյան, գուզեմ խաս կնամ։ Այդ 19 հատ վիբրատոր կշտանալիք էր։ Այդ վիբրատորներ վեներ կօգտագործեր։ Որ գողցել են ժողովուրդին տարել են։ Խա, ասենք քո երեխաների մերն օգտագործած 1 2 3 հատ, հա, ջանդամ։ Այ մարդ թո զապասով լինի 4 հատ։ Բայց 15 հատ ում համար էր, պարոն Փաշյան։ Հա, ստրազիկներով էր։ Երկրի վարչապետի գերագույն բոզի տղու ամառանոցից գողացել են 19 հատ վիբրատոր։ Է չեմ զարմանում։ Մեր մարդ որ ղզղնի արձանի պտուկի վրա։ Էլ այդ մարդն կարա վիբրատոր էլ առնի։ Ինչպես կարա առնի, բացի նամուս պատվից։ Հինգերորդ Սաղմոս։ Պարոն Փաշյան, սպասենք մինչև 2026 թվի ընտրություններ։ Կարող է հնեսելիան չագուչը էշշ վերցած զերոտ ասած, տվեք ինձ, ես իմ չջեմ, ճնջուլի մանդատ, ես նախկիներին փրոլ եմ ասվալտներին։ Կշխնդանք էլի։ Իմալանենք այդ կալենդարն շուտ վրցնենք այդ 26 թիվն գա։ Մեկ այդ հնդիմությունը լով լրված է։ Մեռանք ճղելով, մեզ ասելով, մի հոգի հելլում ազգային ժողովում նախաձեռնում է իմպիչմենտի գործընթաց։ Ու ժողովրդի ճնշման տակ իմպիչմենտը ստորագրում են նաև ՔՊ-ի թևից, քանի որ հասկանում եւ գիտակցում են չես ստորագրելու դեպքում ժողովուրդը մտնում է ազգային ժողով։ Չէ, հով, կայֆերով, կայծերով լրված է։ Կարևորը 21 թվին իրանք ազգային ժողով գնացին իրանց օրակարգով։ Բնաճնջալ Նիկոլին։ Բայց դա բառախաղակ զբաղվեն էլի։ Մատ հատկապես Գեղամ Մանուկյանն։ Ասма Հովիկ Աղազարյանին ցմահ տվեք։ Ու խնդում են, խրխնջում են արաբական ձիու պես ընդ հմենեն։ Հա, մեկեր մի բան ասեմ էլի, ես շատ մտահոգ եմ այդ առումով, պարոն Փաշյան։ Այդ ազգային ժողովում որ կնստես, դու հաշվի առ, որ այդ կամերակ են տեսախցիկներ են։ Կորան ցանկացած բայի ֆիքսեն քեզ։ Էնիմալ է իրենք դեք ցնցումների մեջ։ Գլուխը տանկապ կշարժե, թևերը ցած դեղերի ժամներ։ Չէ։ Կարող է ճիշտ գուներ, պարոն Փաշյան, դա ի՞նչ շարժումներ է Իրանում։ Հա։ Այն որ ընկել էր հիստերիայի մեջ, մարդիկ էլ վերցրել ճպալով այդ էքսել էին Facebook։ Գրել էին նրան տանջում է այդքան զոհերի արյունը։ Ոչ։ Քոնման բոզի տղոն ոչ մի զոհի արյունը չի տանջում։ Քանի որ քոնման բոզի տղան լինելով երկի առաջի դեմ, քելավ ազգային ժողովի ամբյոնից, ինք իր բերանով հայտարարեց, ասեց կարող էինք ունենալ այս ամենը իհարկե առանց զոհերի, այս արդյունքը։ Այսինքն խոստովանեց, որ այդ բոլոր զոհերի մեղավորը միանձն է, ինքն է։
Բայց քանի որ երկրում չկա այդ ուժային կառույց, ես կուզեմ խոսք գնամ, էլի։ Պարոն Աբազյան, ջոնջոլի թելով տրուսիկ, վալբրիսով զակաստամ գրգեմ քեզ։ Բողոք գրա թոնձի բռնեն։ Անձի բռնեն ասֆալտին ծեփելով բերեն։ Հա, արա այդքանն։ Արա։ Ջոնջոլից, բայց հետևան sense թելով թոլնի, էլի։ Ինի մոր զգոստակ կայնաս մեն Նիկոլը որ խոսա։ Ինի մոր զգոստ, ոնց որ են քիչ ամենամ sense ձերդ մեկնաս պիոների պես ասես я люблю Россию, я люблю комсомол։ Ինչ կլինի որ։ Մեր Աբազյանն, այն 3 տոննան տալով քաշես կթերեն։ Չկա նարկոտիկ չէին բռնել բանանների մեջ, բրծավ։ Խա, մեկ էլ մի բան եմ ուզում ասեմ, այդ մասին ուզում էի երեք չեմիսորը խոսայի, բայց Զադիկ այդ ամեն ինչը կդրեց։ Դուք որ այդ բլոգերությունը կենեք, քարկոծեք, տեղի անտեղի, SNNN, պետք է եղավ ես էլ կքարկոծեմ Ռուսաստանին, առանց հաշվի առնելու, որ ես Ռուսաստանում եմ։ Այդ որ վիզեք դրե հիակը Մինսկի, այդ հանձնաժողովը այդ խումբը փակեք։ Իբր թե ռուսական կողմն էլ էլի ասում Արցախի հարցը դեռ լուծված է։ Հա, մի մոմենտ ռուսերեն։ Вчера в сети Facebook увидел какую-то цитату, который сказал министр иностранных дел Азербайджана Байрамов, Джейхун или Джейхун Байрамов, что хотят армяне, потому что сами армяне признали Карабах частью Азербайджана. Вот такая примерно цитата была. К вашему сожалению, товарищ Байрамов, армяне не признали Карабах частью Азербайджана. Частью Азербайджана Арцах или тот же самый Нагорный Карабах в Праге признал ваш чрезвычайный уполномоченный посол Пашогли Никол Эльчибеевич, который в Армении имеет 9% легитимности. Это учитывая тот факт, что у него весь государственный ресурсы государства. У него всего лишь 9% легитимности. То есть он может даже завтра принять законопроект, как пример я говорю, что Армения тоже часть Азербайджана или Турции. Вы не должны страдать самообманом. Это не означает, что он выразил мнение или волю армянского народа. Не верите мне? В любой стране делайте опрос, социальный опрос, независимый. Пусть ваш репортер подойдет к армянам и спросит, вы согласны, что Карабах это часть Азербайджана? А потом только кричите о том, что армяне признали Карабах частью Азербайджана. Сейчас они от нас что хотят? Так что здесь маленькая поправка. Армяне не признали Карабах частью Азербайджана. Это признал ваш уполномоченный посол. Намекнул кто вот взял в руки книгу вашей дяди Эрдогана и так улыбался, как будто у него экстаз. Как будто он от этого получает райское наслаждение. Наверное, он в это время баунти кушал, но не тем местом. Или у него просто было хорошее настроение, потому что у него понос. Вы, наверное, поняли, о ком я говорю. И раз я начал на русском, еще продолжу на русском. Когда какие-то стороны, в том числе и Пашинян, говорят о том, что карабахский вопрос решен и надо этот вопрос закрыть, они, наверное, забывают, на чем основан карабахский вопрос. На чем? Основание на чем? Основа данного вопроса в чем? Это не межнациональный вопрос, который часто очень многие стороны преподносят как межнациональный вопрос. Нет. Карабахский вопрос это никак не межнациональный вопрос. Когда Союз распался, благодаря, у кого здесь вот
была такая эмблема Горбачеву. По тем временам всем законным требованиям Нагорный Карабах, НКО, Нагорно-Карабахская автономная область, по всем законопроектам, которые существовали во время СССР, провел референдум и сказал: я хочу выйти из состава Азербайджанской ССР и зайти в состав Армянской ССР. Но не зайти, я провозглашаю себя независимым. То есть не то, что они это сделали с бадуна, без каких-то юридических основ. То есть у них были все правовые основания. На что реагировал и советская армия, которая 2-3 дня смотрел, как армян убивают в Баку, в Сумгаите, как сжигают армян, бросают с балконов. А потом только зашел туда, чтобы не допустить геноцид. Так что прежде чем говорить, что Нагорный Карабахский вопрос это какой-то межнациональный вопрос, этим самым вы просто обманываете мировое сообщество. Потому что на основе межнационального вопроса никогда не создается группа ОБСЕ, которые провозглашают, которые вот там в этой группе состоят 3 страны: Россия, Франция и Америка. И они не стараются, все 3 стороны не стараются решить конфликт мирным путем. Так что говорить, что Минская группа ОБСЕ надо, не знаю, делать так, чтобы она не существовала, потому что нету никаких основ, чтобы она существовала дальше, там, не знаю. Нету за ненадобностью, типа, чтобы его просто там. Сейчас подойду. Вы данной риторикой никакой вопрос не решаете. Многоуважаемые вы наши. Это касается всех сторон, кроме Пашиняна. Карабахский вопрос это межнациональный? Нет, это не межнациональный вопрос. У Нагорного Карабаха, НКО, были все правовые основания. Я состою в этой, как не учреждение, а какое-то, как называется, его же взяли, включили в состав Азербайджанской ССР. Я сейчас уже не хочу состоять в этом контексте, я не хочу быть как суверенное, не государство, а единица. Потому что еще в советское время было НКО, Нагорно-Карабахская автономная область. Իմիջիայլոց Նիկոլ Փաշինյանի աջակիցներ, երբ որ դուք այտենց մեծ խոսում եք, դա եսի ինչ, ռուսն քխայ, ռուսն եսի ինչ, հիմքերով խոսացեք, ես ցեն չանեմ ձեր հասցեին։ Բայց նույն Նախիջևանի բուն հայկական տարածքի պայմանագիրը 99 տարով լրացել է։ Ու այդ լրանալու պահին Հայաստանի ղեկավարն էր ձեր պաշտելի հետանցքը ճանգռող Նիկոլ Փաշինյանը։ Եթե դուք այդքան դուխավիկ եք, եթե ձեր Նիկոլ այդքան դուխավիկ է, մոտեցեք ասեք, պարոն Փաշինյան, բա դու որ եթալու ես մայիսի 9 պարադին, հարց տալու ես Ռուսաստանի նախագահին, լավ չես ուզում մեզ վերադարձնես Նախիջևանը, որպես ԽՍՀՄ-ի հետնորդ։ Ինքնա չի ասեմ, ես ԽՍՀՄ պետության հետնորդն եմ, որպես Ռուսական Ֆեդերացիա։ Ինքը չէր կարեմ։ И просто мне еще один момент интересует, чисто для себя интересуюсь. Относительно недавно я вот смотрел, что российская сторона не очень хорошо реагировала на то, что армянское правительство и армянская Госдума принял какой-то римский статут. Да? Что там, типа, в этом статуте написано, что
президент РФ является военным преступником. Ну, якобы там написано, я не читал, я не знаю. Ну, то, что реакция была такая, это нормально, потому что между Арменией и Россией есть еще партнерческое соглашение о взаимопомощи, еще с 97 года, по-моему, если я не ошибаюсь. Кроме того, что Армения заморозила на данный момент свое вхождение в ОТКБ. Но у России и у Армении есть отдельный договор. С армянской стороны типа реагировали, но не так уж конкретно объяснили, почему они это приняли. Но после этого почему-то, я не понимаю просто, как это Никол Пашинян, вот Алена Симонян, спикер Госдумы, свободно заезжают в Россию. То есть спикер Госдумы в России участвует в каких-то мероприятиях, являясь спикером Госдумы, той Госдумы, где был принят Римский статут. Я этого не понимаю. Как? Ну, хочу понять. Как так получается? Но никак не могу понять. Это чисто для себя. Նիկոլ Փաշինյան, մի քանի լարի վրա խաղալը գիտես չէ վերջում, որ ընկել ես ինձ ցավոտ անելու։ Ներքևն էտա կակտուսի նման փշոտ էտա ռոմանոսներ են, տարբեր չափերի, որ ընկնում ես, կուզես ընկի կողի վրա, կուզես բեյնի վրա, կուզես ոռի վրա, մեկը մի տեղ այդ մտնելու է։ Դու նախապատրաստվել ես դրան, չէ՞։ Քեզ պարլամենտական ընդդիմությունն է հույս տվել։ Ասելա քանի մենք կանք դու կարաս ինչ ուզես հանձնես։ Ճիշտ արե։ Իմիջալոց, ահագին մարդ ցեն էր տվել իրանց։ Վախտին ասելով 21 թվին։ Հա, ամեն անգամ ուզում եմ ասեմ, ես էլ ասեմ ու երևի վերջ։ Մոռանում եմ ասեմ։ Հարգելի հայեր, հարգելի օգտատերեր, ձեր փակ պրոֆիլներով Facebook-յան, ձեր մեջքով ֆռացած նկարներով, չգիտեմ, ինչ որ կնոջ անուն ազգանունով, բայց տղամարդու նկարով կամ հակառակը, այտենց էջերով ինձ ընկերության հայտ մի ուղարկեք։ Չեմ ընդունում, չեմ էլ ընդունելու։ Մինչև ես չհասկանամ դիմացինիս մարդ տեսակը, կապ չունի դուք Սերժ Սարգսյանին եք հավատամ, Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին, թե չգիտեմ, Վարդան Ղուկասյանին, Ժիրայր Սեֆիլյանին։ Ես մինչև իմ դիմացինի հայ տեսակը չհասկանամ, ես էտա պրինյաց կամ ընդունել կոճակն չկրնամ սխմեմ։ Քրքրվա ասելով, գրած օրինակ Մանուշակ Գալստյան, մտնում ես տղամարդու բեղերով նկար։ Դուք այդ դեպքում ինձ եք ցերարում, թե ինքներդ ձեզ։ Ոնց կարա բեղերով տղամարդ լինի Մանուշակ Գալստյան, խոսքի օրինակ։ Կամ գրածա Ավթանդիլ Երզանկյան։ Մտնում ես մի հատ 40-50 տարեկան կինա, երեխան գիրկը։ Ոնց կարա այդ մարդն լինի Ավթանդիլը։ Նախ դուք մի հատ կողմնորոշեք, ինչ անունա ու ինչ նկարա։ Հետո նոր եկա ճպալով ինձ դրուկ տվեք։ Շատ շնորհակալություն նախապես, որ այսքանը դուք adekvat կհասկանաք։ Հարությունը Մկրտչյան, էլ եմ ասում վերջում, չափերդ չանցնես։ Թե չէ հոգևորականներին մի 20 հոգի առնվազն անուն ազգանուն հայրանումներով։ Զանգեմ, մի հատ մեծ միկրոավտոբուս, որ 20 հոգի տեղավորվեն, լուքս կարգի։ Կտեղավորցնեմ դրանց մեջն, ոչ թե կտեղավորցնեմ, այլ կհրավիրեմ։ Կասեմ հարգելի հոգևորականներ ջան, դուք նվիրվել եք հոգևոր կյանքին, լավ, այսօր մենք եթմենք Լևի Սաղասիրար հետ։ Ու գալում ենք Ծերյան, Հարություն Մկրտչյան։ Մյուս անգամ բոզի տղա բերանդ բացելուց հայ եկեղեցու կամ հայ եկեղեցու սպասավորների նկատմամբ կոռեկտ կարտահայտվես։ Թե չէ գիտես, չէ որ հանվեմ լարեմ հետևիցդ հաստատ չես պլաստալու։ Առայժմ այսքանը։ Ես կացի։ Փաշյան Նիկոլ չկարոտ ես։ Այդ մասին էլ հաջորդ 10-ին։